Մեջան փնտրում է եւ բուն է դնում այնտեղ, որտեղ կա էլեկտորալ դեմոկրատիա, դա միանշանակ է եւ մենք գոնե չենք կարող ասել, որ ազատ մամուլ եւ ազատ ընտրությունների համակարգ Հայաստանում չկա։ Եվ մեր խնդիրն է այդ ազատ համակարգը պաշտպանել եւ օգտվել այդ ազատ համակարգի հնարավորություններից։ Եվ այստեղ մեդիայի աշխատանքը, հատկապես հեռարձակվող մեդիայի, որը գտնում է կարգավորման տակ, որը ապահովում է քո սեփական երկրի օրակարգի սպասարկումը, անգնահատելի է, որովհետև մեդիան է տրամադրում այն տեղեկատվությունը, որի շնորհիվ ընտրողը, քաղաքացին Հայաստանի կարողանում է ընդունել ոչ թե էմոցիոնալ, հուզմունքային, այլ գիտակցված որոշում, որովհետև մեդիան են դուք եք, որոնք կատարում են հավաքական դիտորդի առաքելությունը, միսիան, լինելով ընտրատեղամասերում, լուսաբանելով ընտրական պայքարը, լինելով ձայների հաշվարկման կենտրոններում, դուք ապահովում եք առաջինը թափանցիկությունը եւ երկրորդը դուք բոլորդ բարձրացնում եք ընտրությունների անցկացման լեգիտիմությունը, որտեղ ընտրությունների լեգիտիմությունը բարձրացում է նույնիսկ ամենաանդիմադիր, ամենադաժան քննադատությամբ մեդիան, որտեղ եթե կա այդպիսի մեդիան, ուրեմն ընտրությունները անցնում են բաց եւ թափանցիկ պայմաններում եւ նաեւ շատ կարեւոր է, որ մեդիան դա այն հարթակն է, որը թույլ է տալիս կազմակերպել բախումները, քննարկումները եւ բանավեճերը, չնայած քաղաքական ուժերը ցավոք փորձում են հաճախ չօգտվել այդ հնարավորություններից եւ փորձում են գտնել այն ամբիոնը, որտեղ կարող են առանց ընդդիմախոսի քարոզել իրենց տեսակետները։ Սա է եւ մենք այսօր շատ ուտիլիտար պրագմատիկ նպատակ ենք դրել։ Մենք ուզում ենք խոսել առաջինը այն իրավական դաշտի մասին, որում դուք բոլորը պետք է աշխատեք։ Հավատացնում եմ ձեզ, որ մեր խնդիրը ոչ թե ինչ-որ կնիկ դնելն է, որ մենք ինչ-որ միջոցառում ենք անցկացնել, այլ առաջի հերթին ձեզ ապահովագրել անցանկալի հետևանքների ձեր գործունեության։ Մեզ հանձնաժողովին այս պարագայում հետաքրքրում եք դուք, ոչ թե կուսակցությունների շահերը, կուսակցությունների շահերը պարոն Վլադիմիր Հովհաննիսյանը կպաշտպանում է։ Սա մեկ։ Երկրորդը մենք բախվում ենք շատ մեծ մարտահրավերի, դա արհեստական բանականությամբ ստեղծված սինթետիկ բովանդակությունն է ու դիփֆեյքերը, ամեն օր, ամեն ժամ դուք դա տեսնում եք եւ որոշ օրենսդրական փոփոխություններ են նախատեսվել, որոնք դեր մշակման կարիք ունեն, որոնց կարգերը մենք դեռ չենք ընդունել, որտեղ դա շատ բարդ է, մենք պետք է նաեւ ձեռք բերենք համապատասխան տեխնիկական միջոցներ եւ կառավարությունը մեզ աջակցելու է, խոստացել են, եւ այստեղ մենք նույնպես տասնյակ հարցեր ունենք, որի պատասխանը դեռ մշակված չի, եւ մենք շնորհակալ ենք նորից Եվրոպայի խորհրդին, որ այսօր մեր հետ հեռակապով կկապնվի այդ գծով մասնագետը եւ կփորձենք ինչ-որ բաներ այս պարագայում հասկանալ։ Սա երկրորդն է եւ երրորդը մենք ցանկանում ենք, որ ձեր իրավունքները պաշտպանված լինեն ընտրությունների ժամանակ, որ դուք որևէ խնդիր չունենաք ոչ հանձնաժողովի հետ, ոչ կուսակցությունների, ոչ հասարակության, եւ ես կարծում եմ հաշվի առնելով այն նախապատրաստական աշխատանքները, որ մենք կատարել ենք, ապա այս մեր ինչ են ասում, coworking են ասում, թե workshop են ասում, կլինի շատ օգտակար բոլոր մասնակիցների համար, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլորի կողմից ձեր մասնակցության համար եւ խնդրեմ պարոն Լոնգատկեին, եթե ասելիք ունի, անպայման ձեզ ողջունի եւ մի քանի խոսք ասի։ Շնորհակալ եմ։